Հիմա անցնենք օրվա խորհրդին անունով եւ որդով եւ օգնույն սրբով ամեն։ Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Սիրելիներ, գիտնականները պարզել են, որ երբ մարդը կորցնում է իր մեջ եղած ջրի պաշարի մոտ 10%-ը, սկսում է արդեն տարատեսակ երևույթներ կատարվել։ Հալյուցինացիաներ և տեսիքներ։ Իսկ երբ մարդ սկսում է կորցնել իր օրգանիզմում եղած ջրի 20%-ի պաշարը, հետաքրքիր երևույթ է տեղի ունենում։ Մարդ թվում է, թե թմրած է, թվում է, թե քնած է։ Այնինչ իրականում այդ մարդը արդեն իսկ մահացած է։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է, որ այսօր այս պահին էլ արդեն իսկ մենք ապրում ենք մի այնպիսի հասարակության մեջ, որը թեև այս թվերը գիտնականները վաղուց են ասել, բայց երբեք ուշադրություն չի դարձնում։ Ոչ 10%-ին, ոչ 20%-ին։ Այո, խոսքը ֆիզիկական ծարավի մասին չէ։ Որտեղ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ մարդը սովորել է հագուր տալ իր մարմնական կարիքներին, բայց մի կողմ դնել անտեսել հոգևոր կարիքները։ Եվ այսօր մենք պիտի խոսենք հոգևոր ծարավի մասին։ Եվ այդ հոգևոր ծարավի մասին էր, որ ավետարանն ասում է, մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր, աղաղակում էր ասելով, եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի, ով ինձ հավատում է, ինչպես գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս ասում էր հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները։ Ահա այս հատվածն է, որ գալիս է մեզ այսօր հիշեցնելու հոգու ծարավի մասին, հոգևոր ծարավի մասին։ Եվ շատ հետաքրքրական է, որ այս ամբողջ ընթացքը դրված է մի քանի բառերի մեջ։ Հոգևոր ծարավը, որ կարիքն է, երբ մենք զգում ենք։ Երբ մարդ ծարավ է, ակամայից նրա քայլերն ուր է գնում։ Դեպի ջրի աղբյուր, դեպի հասցե։ Եվ նույնն այս պարագան Քրիստոսի խոսքի մեջ երբ ասում է, ով ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Քրիստոս տալիս է ճանապարհը։ Երբ ծարավ ես, ինձ մոտ արի եւ խմի։ Եվ հետևանքը, որ նորից ցույց է տալիս Քրիստոս, երբ այդ ջուրը խմես, ոչ թե պիտի հագենաս եւ անցնես հաջորդ քայլին, այլ երբ այդ ջուրը խմես, պիտի դու ինքդ դառնաս ջրի աղբյուր։ Ամբողջ պրոցեսը, որ Քրիստոս ցույց է տալիս։ Եվ այս ամենը սկսում է հենց այն պահին, երբ մենք զգում ենք հոգու ծարավ, երբ մեր հոգին ծարավ է, հոգևոր ծարավ։ Տարօրինակ բան չեմ ասում, չէ՞։ Ես առավել կամ վստահ եմ այստեղ հավատվածներից բոլորիս է այստեղ է բերել հենց հոգու ծարավը։ Մենք բոլորս էլ կյանքի մի որոշակի ժամանակահատվածում սկսում ենք ինչպես մեր մարմինն է ծարավում, այնպես էլ մեր հոգին, զգում ենք հոգևոր ծարավ։ Եվ ակամայից սկսում ենք փնտրել ջրի աղբյուրը, որպեսզի մեր հոգին այնտեղից ջուր խմի։ Եվ այդ փնտրտուքը շատ հաճախ
մեզ ստիպում են թափառել այստեղից այնտեղ։ Այդ մտրտուկը շատ հաճախ ցավով եմ նշում, բայց մարդկանց տանում է դեպի աղբյուր, որտեղ ջուրն այնքան էլ մաքուր չէ։ Բայց մեկ բան փաստ է, որ դեպի Քրիստոս քայլերի սկիզբը այն գիտակցումն է, որ մեր հոգին ծարավ է։ Այն գիտակցումն է, որ թվացյալ ջուրը, որ մենք տալիս ենք հոգու, այնքան է քաղցրահամ չէ, այլ ընդհակառակը աղի է։ Իսկ աղի ջուրը ծարավը երբեք չի հագեցնում, այլնում է հակառակ էֆեկտը, ավել է ծարավեցնում։ Նայեք ձեր շուրջ բոլորը, այսօր մարդիկ իրենց միտքը, իրենց առօրյան փորձում են լցնել տարատեսակ երևույթներով, սոցիալական ցանցերում իրենց օրն ու ժամանակն անցկացնելով, իրենց առօրյա գործերի մեջ օրն ու ժամանակն անցկացնելով, փորձելով կամա թե ակամա խլացնել իրենց հոգուց եկող այդ ազդակը, որ ես ծարավ եմ։ Այդ կերպ, պատկերավոր կերպ ասած, մարդը իր հոգու այդ ծարավը հագեցնում է աղի ջրով, որովհետև որքան էլ որ փորձի խլացնել հոգուց եկող կանչը, հոգուց եկող ազդակը, որ հոգին ծարավ է եւ ծարավ է իրական ջրի, ինչքան էլ աղի ջուր տաս, միևնույն է, էլ ավելի բարձրաձայն է աղաղակելու քո հոգին։ Եվ միայն ու միայն Քրիստոսին ականջալուր լինելով պիտի գտնենք իրական աղբյուրը։ Մի բան պատկերացրեք, ծարավ մարդ հանապատում, ընկած, իր առջև դրված է բաժակով լի մաքուր սառը ջուր, ինչ այդ մարդը պիտի սկսի փիլիսոփայել այդ բաժակի գեղեցկության մասին կամ ջրի սառնության մասին։ Իհարկե ոչ։ Առաջին իսկ բանը, որ պիտի անի այդ մարդը, պիտի ըմպելով այդ ջուրը հագեցնի իր ծարավը։ Եվ այն պահի, երբ մեր հոգուց ազդակ է գալիս, որ ես ծարավ եմ, պետք չէ սկսել, այսպես ասած, փիլիսոփայել։ Այլ ուղղակի պետք է քայլել դեպի ջրի ակունքը, իրական մաքուր զուլար ջրի ակունքը, եւ եկեղեցուն ականջալու լինել Քրիստոսի խոսքին։ Եթե ծարավ ես, արի դեպի ինձ, եւ խմիր, բայց դեսի շարունակությունը։ Խմելուց հետո քեզանից պիտի գետեր հոսել։ Եթե դու խմում ես մեկ բաժակ ընդամենը, այդ մեկ բաժակը քո մեջ դառնում է որ դառնալ գետ։ Սա շատ հաճախ մարդկանց այդ հոգևոր ծարավը ստիպում է գնալու, ինչպես վերը նշեցի, խլացնելուն, որովհետև ինչպես իմ ծառայության ընթացքում բազմիցս եմ լսել, մարդիկ իրենց ապրած կյանքի արդյունքում իրենց արժանի չեն համարում դեպի Քրիստոս գալու։ Ես տեսել եմ հավատացյալներ, ովքեր տարիներ ի վեր հաղորդություն չեն վերցրել, որտեղ իրենց համարել են մեղավոր։ Եվ այստեղ հիշեցի մեկ պատմություն, որ ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Մի ջրկիր իր ամենօրյա գործ անելով ջրհորից դեպի տուն ջուր բերելուց երկու սափոր է ունենում եւ մեկ սափորի վրա ճաքեր են լինում։ Ու ամեն անգամ ջուր բերելուց այդ սափորի ջուրը կիսվում է, որովհետեւ սափորի ջուրը թափում է։ Եվ օրերից մեկ օր սափորը ասում է ես ամանչում եմ, որ ես իմ հիմնական գործառույթը չեմ կարողանում լիովին անել, որովհետև ճաքեր ունեն իմ վրա։ Եվ իզուր չարչարում ես իմ պատճառով, բայց ջրկիրը ժպտում է եւ ասում է նայ մեր անցած ճանապարհը։ Եվ այդ սափորը տեսնում է իրենց անցած ճանապարհի եզրին ամբողջովին ծաղիկներ են։
Եվ զարմացած հարցնում է ինչ պատմություն է սա։ Ասում է ես տեսա, որ դու ճաքեր ունես եւ ջուր ես բազմում։ Եվ այդ ամբողջ ընթացքը ես անեցի ծաղիկի սերմերով, որպեսզի դու քեզնից գնացած այդ ջուրը հենց այնպես չկորի, այդ ջրի այդ ծաղիկները։ Նույնն է պարագան նաեւ մեր դեպքում։ Այն պահի երբ գիտակցես, որ քո թերությունները արգելք են դեպի Քրիստոս գնալու, ապա Քրիստոս այդ պահին ուղղակի ժպտում է ասելով, որ քո թերությունները ես կմաքրեմ եւ կսրբեմ։ Երբեք չմտածեք, որ եկեղեցին միայն սրբերի տեղն է։ Ինչպես Քրիստոս ասեց, առողջը բժշկի կարիք չունի։ Բժշկի կարիք ունեն հիվանդները։ Եվ դեպի եկեղեցի պիտի շտապեն հիմնականում մեծ մասամբ մեղավորները, որտեղ մեղավորների արկաժներին է, այսպես ասած արքաները պիտի հասցնեն Քրիստոսի խոսքը։ Եվ պիտի ասեն նրա համար, որտեղ իրենք խմել են Քրիստոսի, եւ խմելուց հետո իրենց միջից որպես գետ հոսում է Քրիստոսի խոսքը, ոռոգելու այն պապակ սրտերն ու հոգիները, որոնք կարծում են, թե իրենց առաքելությունը հենց դրա մեջ է կայանում։ Մեկ անգամ, երկու անգամ, 5 անգամ, 10 անգամ մեղ գործելուց հետո այդպես մեղքից էլ ճաքած մնալ։ Եվ այդ մարդկանց մենք ենք կոչված հասցնելու, որ այո նաև քեզ է սպասում Քրիստոս, եւ քո այդ մեղքերին մաքրելու լվանալու համար եկեղեցուն կա զուլալ մաքուր աղբյուր, որի մեջ պիտի լվանաս մեղքից հնացած գոյությունը եւ լուսավորված ու պայծառացած, ինչպես պայծառ սպիտակ զգեստ հագած պիտի դուրս գաս։ Սա խոսում է, ինչպես ասեցի, այն բանի մասին, որ Քրիստոսի տված ջուրը քաղցրահամ է եւ քաղցրահամ լինելուց բացի նաեւ պարտավորեցնող է։ Պարտավորեցնող է այնքանով, որ ինչպես խոսքիս մեջ ասեցի, իր տված մեկ բաժակը պիտի դառնա գետ։ Այն մարդը, ով ճանաչել է Քրիստոսի, ով անձնական հարաբերության մեջ է Քրիստոսի հետ, չի կարող ակնականջալ լուրջ չլինել Քրիստոսի կոչին, որովհետև սա եւ կոչ է, եւ պարտադրանք է։ Եթե դու իրական Քրիստոսի հետևորդ ես, դու չես կարող հարաբերության մեջ, անձնական հարաբերության մեջ չլինել Քրիստոսի հետ։ Իսկ եթե դու անձնական հարաբերության մեջ ես Քրիստոսի հետ, ինչպես կարող ես չլսել Քրիստոսի այն խոսքը, որ ասում է, երբ որ խմես, պիտի քեզանից գետեր օսի։ Սա մի տեսակ պարտավորություն է դնում մեր վրա։ Ոչ թե եսասերի պես հագեցնել միայն մեր ծարավ հոգի, այլ մեր հագենալուց հետո կիսվել այդ ջրով կողքինների հետ, նրանց հետ ովքեր կարիք ունեն։ Այլ կերպ, պատկերավոր կերպ ասած, Քրիստոսին ճանաչողը չի կարող լուռ մնալ հենց Քրիստոսի սիրո մասին։ Չի կարող եսասերի պես միայն Քրիստոսի սերը պահել իր հետ եւ ասել Քրիստոս մենակ ինձ է սիրում։ Քրիստոս բոլորին է սիրում։ Եվ այդ սիրո ավետիցը, երբ դու ճաշակել ես, պիտի կիսվես կողքինների հետ։ Պիտի հիշեցնես նաեւ այն մեղավորին, որ Քրիստոս այո անգամ քեզ է սիրում։ Եվ քեզ է սպասում եկեղեցում։ Աղբյուրի, ջրի աղբյուրի, որ կանգնած քեզ է սպասում։ Այն աղբյուրի, որը հորդառակ հոսում է, այն աղբյուրի, որի համար, որի ջուր խմելու համար դու որևէ ջանք չես անում, հագեցնելու քո ծարավ հոգին։ Եվ պատճառ բերելով մեղքից ճաքճքած քո հոգին ասում ես, ես արժանի չեմ։
Բայց Քրիստոս տարբերակում չի դնում, չի ասում միայն արդարները եկեք, Քրիստոս ասում է ով ծարավ է, բոլոր նրանք ովքեր զգում են հոգու ծարավը, ուղղակի պարտավոր է գնալու մաքուր աղբյուրի մոտ եւ խմելու այդ ջրից եւ Ետարքի ճանապարհին է ավետիս տակ կողքիներին, որ ահա այնտեղ մաքուր եւ զուլալ ջուր կա, գնացեք եւ խմեք։ Եվ այսօր, եթե այդպես լինի, այս եկեղեցում ուղղակի ժողովրդական խոսքով ասելու ասեղ գցելու տեղ չի։ Գիտեք ինչ։ Որտեղ այսօր Քրիստոսի հաղորդակից լինելով մենք դուրս գալուց Քրիստոսի սերը պահում ենք մեր մեջ։ Մենք վախենում ենք մարդկանց հարցնելու ինչու չես գնացել պատարագի։ Ինչու ես թափառում։ Չէ՞ որ այնտեղ Քրիստոս քեզ է սպասում։ Խորանի վրա Քրիստոս բաշխում է բոլորին, զրի։ Չէ։ Մենք գնացինք, հաղորդեցինք, մենք քրիստոնյա ենք, վերջ։ Բայց չէ՞ որ Քրիստոս ասում է քո որովայնից պիտի գետեր հոսեն։ Ինչ է գետերը պիտի գնան, անիմաստ տեղը կոչեք։ Չէ՞ որ գետերը կոչված են ոռոգելու։ Չէ՞ որ գետերի կողքին կանաչ է։ Բա մեր մեջից հոսող գետը ինչ նպատակ ունի։ Ուրեմն կամ աննպատակ գնում է կորչում միտեղ կամ էլ գետ չի հոսում։ Այսօրվա այն ուղերձը, որ բոլորիս է ուղղված, եւ մեր եկեղեցու հայրերը ուզեցել են փոխանցել մեզ։ Հենց կայանում են դրա մեջ ծարավի իրական լուծման մեջ։ Ինչպես ամենասկզբում ասեցի, չկա որևէ մեկը, ով կյանքի մի որոշակի հատվածում հոգու ծարավ չունենա, չզգա, այդ զգացումը չունենա։ Եվ այդ ծարավը պիտի իրեն տանի փնտրկուքի։ Եվ այդ փնտրկուքը պիտի հասցնի իրեն իրական, կենդանի հաղորդակցության Քրիստոսի հետ։ Հենց այն, որ նկարագրում է, երբ մենք Քրիստոսի սերը պահում ենք մեր մեջ, դա հենց այն է, երբ մենք բավարարում ենք ընդամենը միայն երևույթի արտակի ձևական կողմով։ Կորիզը չկա, իրականը չկա, դա ձևական կողմն է։ Եկանք պատարագի մասնակցեցինք, մեր հետագան ներկան ստացանք, գնացինք։ Բայց Քրիստոս դա չի ուզում։ Քրիստոս ուզում է կենդանի իրական հաղորդակցություն իր հետ։ Ի վերջո, Քրիստոս ուզում է, որ մենք ոչ թե լինենք միայն սպառող։ Որտեղ այս դեպքում եկանք հաղորդություն ստացանք, պատարագին մասնակցին գնացինք։ Դա միայն սպառող է։ Քրիստոս դա չի ուզում։ Քրիստոս ուզում է, որ մենք սպառողից վերածվենք ստեղծողների։ Եվ ստեղծողը հենց այն ժամանակ է լինելու, երբ պատկերավոր կերպով ասած Քրիստոսի ջուրը խմելուց հետո որովայններիցս գետ հոսի։ Մեր բերանը բացվի եւ սկսի խոսել Քրիստոսի մասին առանց վախենալու։ Սկսի վկայել Քրիստոսի սիրո մասին։ Այդ ժամանակ մենք կվերածվենք ստեղծողի։ Այդ ժամանակ է, որ մենք ոչ թե կսպառենք Քրիստոսի տվածը, այլ մեկի երկու կվերադարձնենք իրեն։ Ուղերձը սա է, որ այսօր ուզում էի փոխանցել ձեզ բոլորին։ Մեկ անգամ ևս, ինչու մեկ, ամեն անգամ, երբ ֆիզիկապես ծարավ կլինենք, եւ կուզենանք մեկ բաժակ ջուր ծորակից խմել, միշտ հիշեք Քրիստոսի այդ խոսքը, որով ծարավ է, իրական ջուրն այստեղ է։ Եվ այդ իրական ջուրը թե ինչի է վերածում,
վերջնական արդյունքն է։ Ոչ թե պիտի ծարավես, մեկ բաժակ ջուր խմես, ծորակը փակես գնաս, այլ երբ ծարավես, պիտի գաս և խմես։ Եվ խմելուց հետո դու ինքդ պիտի դառնաս ջրի աղբյուր։ Ուզում եմ, որ սա հիշեք ամեն անգամ, երբ ծորակից մեկ բաժակ ջուր խմեք։ Շնորհ և խաղաղություն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, թող լինի բոլորիս հետ, այժմ և մինչ և հավիտյանս սարիտենից։ Ամեն։